Հանուն հոր եւ որդվո եւ օգուին սրբո ամեն Քրիստոս հարյավ իմերելոց Օրհնյալ է հարությունը Քրիստոսի Քրիստոս հարյավ իմերելոց Օրհնյալ է հարությունը Քրիստոսի Քրիստոս հարյավ իմերելոց Օրհնյալ է հարությունը Քրիստոսի Զատկական ճամփորդության երկրորդ շաբաթը հասանք սիրելիներ եւ այս շաբաթը եկեղեցին դված է Կիրակի անունը որ աշխարհամադրան կամ գանաչ Կիրակի կոչվի Մեր եկեղեցին շատ իմաստուն ձևով ամեն տոնական շրջաններում բնության հետ կգաբե այս տոները եւ աշխարհամադուր բառը գուքա աշխարհ եւ մադուր բառերեն այսինքն առաջի եկեղեցին առաջի վայրը ուր գավակվեին աղոթելու որը Երուսաղեմի տաճարն էր Երուսաղեմի վերնադունն էր ուր Քրիստոս իր առաքյալներով կհավաքվեր Ուրեմն առաջի մադուրը եղավ Երուսաղեմի մեջ հիմնված առաքյալներու կողմէ եւ մադուրը հունարեն մարտիրիոն բառեն գուկա որ կնշանակի մարտիրոսներու թաղված վայր վգայարան ինչպես մեր երկրներում մեջ ալկա չէ սուրբիմը գերեզմանի վրա մեծ եկեղեցի կկառուցեինք Ուրեմն քրիստոնեական եկեղեցին սկիզբ կառնե այն դեղեն ուր աղոթ եղած է այնտեղեն ուր զոհողություն եղած է եւ Քրիստոս իր աշակերտներուն հետ գավակվեր վերնադունի մեջ թե հարութենեն հետո թե հարութենեն առաջ Ադորամար կսե գործ կարակելոցը կհարադեվեին առաքյալների ուսուցման եւ կմասնակցեին հավաքական ճաշերուն հաց բեգանելու արարողության եւ աղոթներուն այսինքն իրենց պատարակները այն ադեն ած ձևով կնեին Կանաչ անունը գուկա ժողովրդական ասացվածք են սիրելիներ Ժողովուրդը անուն տված է կաբելով քարնան սկիզբին հետ, կանաչության հետ։ Հիմա ուրբաթ օրը շատ արև էր, ամեն մարդը սկաց ինչս էր այդ արևի զորությունը, որ ամենքս պետք ունենք, որբեսի կյանքը մեր մեջը սկսի եռա։ Ուրեմն այդ ձևով ժողովուրդն լսած է, որ քարնանը սկիզբը կհամապատասխանի դիրոջ հարության եւ ամենքս կանաչելու մշտաթալար մնալու պետք ունենք։ Ուրեմն քարունը մեզի կարաշնորթե բնությանը ստեղծողին Քրիստոսին, որը սավ ես եմ հարությունը եւ կյանքը։ Ինչպես մենք մեր ուզելով աշխարհ չենք գալ, քարունը նույն ձևով Աստծո հրավանով է, որ գուքա աշխարհ։ Ուրեմն քարունը մեզի մշտական կյանքի գիտակցության կարաշնորթ է, որ կյանքը գթակավոր է, չնայած ցունի տակ թաղված է, բայց դեռ կյանք կա, կշարունակվի այդ կյանքը, որը հարությունով Քրիստոս հաղթանակը հաստատեց եւ ասա, որ ցուկ ալ պիտի անցնիք այս ճամփային, բայց մի վախցեք, որովհետեւ կյանք կա ասոր մեջ։ Մշտաթալար մնալու համար կյանքի աղբյուրի մեջ պետք է մնանք։ Քրիստոս հաջող կխոսի որդադունգի մասին, բնության մասին եւ գսե որ ես եմ որդադունգը եւ դուք ջուղերն եք եթե գուզեք բդուղ տալ պետք է ին վրաս միացած մնաք եւ հետաքրական է մենք երբեք չենք տեսա ջուղը առանց կապված լալու ծառին բդուղ տա նույն ձևով ալ Քրիստոս գսե եթե ձեր կյանքի մեջ հոգիով մտքով մարնով գուզեք բդուղ ունենալ խաղաղության սիրո համբերության պետք է ին վրաս միացած մնաք Ուրեմն մարդս երկար ապրելու համար այս աշխարհի մեջ ինչ կնե առողջ կուդե, մարզանք կնե, ժամանակին կպարգի, ամեն բան կնե, որ մարմինը առողջ պահի։ Ուրեմն հոգին համար, մշտաթալարելու համար Քրիստոս ցկեց իր եկեղեցին, որբեսի քանք եւ մեր հոգին կերակրվի։ Մենք իր մեջը մնանք։ Ադորամար Տեր ամեն գիրագի մեր մեջը կմտնե։ Նշմարած եք, չէ՞ մենք գուդենք Տիրոջը, հերու չենք կենար կմոդենանք ողջույն կուտանք, կմոդենանք ավետարանը կհամբուրենք, երբ որ քահանան կանցնի ցեզի կխնգարգե եւ վերջը գսենք, որ մարմին եւ արյուն Տիրոջս Հիսուս Քրիստոսի, որ մեջս մտնի։ Եվ ադորամար Հովանես Սարաքյալ գսե, ով որ մարմինես կուդե եւ արյունես կխմե, հավիտենական կյանք կունենա, քարնան կանաչության նման, եւ ես անոր հարություն պիտի տամ վերջին օրը։ Եվ ադիսկ է հայերենի մեջ եկեղեցի բառը կնշանակե եկ եղիցի, եղիցի կնշանակե ըլլալ, գոյություն ունենալ։ Այսինքն եկուր, որ նորոգվիս, եկուր, որ կանաչ մնաս, եկուր, որ կյանք ունենաս մեջը։ Եվ նաև էկլեզիա բառեն գուքա եկեղեցի բառը, որ հունարեն կնշանակե մեկ նպատակով
հավաքված, միախորուրդ հավաքված տեղը ժողովրդի ամբողջությունը, որ Աստված կփնտրե։ Ադորամար աղոթներ կան, որ միասնական կնենք, հավադամքը գսենք մեր ձեռքեր իրարու փակցուցած, որտեղ ադի ամենուն հավադամքն է։ Հայր մերը գսենք ադիգա, որտեղ հայր մերը ամենունն է։ Ուրեմն Աստված եկեղեցվո գլուխն է սիրելիներ, Աստված մարդկային հաստատություն է եկեղեցին, որի մեջ Պողոս Արաքյալը մեզի հավատացյալներուց գսե դուք աբրող քարերն եք, եւ ձեր գլուխը Քրիստոս ինքն է։ Ուրեմն Աստվածությունը մարդկային գերբարի մեջ բերավ Քրիստոս եւ միացուց մեզի իրեն եւ ադիգա է եկեղեցին։ Ադորամար Եփեսացիս թղթի մեջ գսե Արաքյալը. «Ան ամեն ինչ հնազանդեցուց Հիսուսի ոտքերուն տակ եւ անոր հաստատեց իբրև գլուխ եկեղեցվո։ Բոլոր բաներու վրա եկեղեցի, որ անոր մարմինն է, լրումը անոր, ով ամեն ինչ կլեցնե ամեն բանի մեջ»։ Ադորամար մեր եկեղեցներու քմփետները միշտ կլան խաչով, Քրիստոսի նշանն է։ Ադորամար այլ եկեղեցիներ ուղափար երթակ միշտ վերը գա Քրիստոսի պատկերը, ամենագարող Պանտոկրատոր կգոչվի, որ գհսկե եւ Տերն է ամեն ինչի։ Հիմա մենք կրնանք շատ խոսիլ եկեղեցու մասին, բայց հարցումը հետևյալն է. ինչ է եկեղեցին քեզի համար։ Առիթե առիթ հավաքատեղի է։ Երբեմն կադակ կնենք, գսենք մենք CEO ենք։ Ինչը սեր է CEO, Christmas, Easter, other events։ Կերտանք պարզապես, երբ որ բան մգա։ Եվ մենք կգարձենք, որ որդադունգին միացած ենք, մենք կգարձենք, որ հավատացյալ ենք։ Շատերը գսեն, որ հայ ենք պիտի երթանք, ուրիշ ձև չունենք։ Շատերը սալ գիրագի բամը չունենք, եկեղեցի մը երթանք կսենք։ Շատերը սալ հոգյանքից տունենք, ադոր համար երթանք։ Ասոնք ամենը լավ են, չեմ ասել լավ չէր, բայց կնմանի, որ միշտ բամը ուզելու համար բարեկամիtkով երթած եւ միայն ադոր ադակու հարաբերությունը եւ հագարակը մշտապես ըլլաս կյանք տվող հարաբերության մեջ, որ Քրիստոս ինքն է։ Կամ Աստուծո հետ հանդիպելու վայրը եկեղեցին մեզի համար, ուր մեր կյանքը կնորոգվի, մեր ցավերը կթեթևնա, մեր միտքը կհստականա։ Տեսեք այսօր որչափ մտային հիվանդություններ կա մարդու կյանքի մեջ։ Փառք Աստծո հոս ռումբեր չեն թռիր, փառք Աստծո զովերը շրջապակված չեն մեր քովը, բայց մարդիկը տունը նստած ռումբերը ուղեղու մեջ կուկա, որտեվ անչափ փագած են այդ բզդիկ սև դուփիգին, որ նույն տագնապը գունենան, ինչ որ մեկը պատերազմի դաշտի մեջ է։ Եվ երբ որ գուքանք Տիրոջ տունը, մեր միտքը կհստականա, որտեվ հոս սրբություն է ամեն ինչ։ Երկեցողությունը սրբություն է, սրբաբատկերները սրբություն են, Տիրոջ խորանը սրբություն է, որտեվ ինչ կսենք՝ ի սրբություն սրբոց, սրբությունը սուրբերուն, հաղորդությունը ցեզի գուտանք։ Հույսը գշատնա, համբերությունը գշատնա, մարդոց ներել գսորվինք, ադորամար ամեն անգամ, երբ որ ողջույն գուտանք, իրարու գսենք Քրիստոս մեր մեջ հայտնվեցավ։ Ինչ կսե եկեղեցին, հաշտվեցեք իրարու հետ, որտեղ նույն սեղանեն պիտի ճաշակեք։ Եվ ինչպես Աստված ասավ, եթե անգամ զոհդ մատուցելու լաս, այսինքն բադարակի մասնակցելու լաս, եւ հիշես, որ բարեկամիդ հետ քեն ունիս, անհաշտություն ունիս, ցկե զոհդ, գնա հաշտվիր բարեկամիդ հետ, որովհետեւ ես ողորմություն գուզեմ եւ ոչ թե զոհ։ Այսինքն ես ձեր հանդեպ եղա ողորմած, դուք ալ իրարու հանդեպ պետք է լաք ողորմած։ Ուրեմն հույսը, համբերությունը եւ մարդկանց ներելը։ Շատերը գսեն ես տունը կաղոթեմ, տունդ պետք է աղոթես։ Հիսուսը սա մդիր սենյակը թուրդ կոցե եւ հորդ աղոթե սրտիդ մեջ։ Բայց եկեղեցու աղոթքը 1000 անգամ զորավոր է սիրելիներ։ Ադորամար եկեղեցու մեջ կուկանք պատարակը քոհության այս աղոթքը ամենքս ի սրդեկ երկենք։ Ինչպես Սուրբ Օգոստինոս Իրաներին գսե երկողը կրկնագի գաղոթե, այսինքն երբ որ երկենք կրկին է որ կգաղոթենք։ Ուրեմն շատերը գսեն երկար է չենք դիմանար։ Աստծո ներկայությանը եթե 2 ժամ չենք դիմանալ պատարակին, ամբողջ շաբաթվա մեջ, ինչպես կուզենք մենք արքայություն երթալ, դրախտ երթալ, չէ՞։ Որտեղ ամենքս կսենք Երանի արքայություն երթալ։ Հոն Աստծո ներկայությունն է եւ հայտնության գիրքը ինչ կսե, հոն պիտի երկեք միայն Սուրբ, Սուրբ, Սուրբ Տեր զորությանց։ Այսինքն գիրագի օրերը պետք է մենք հիշենք, որ եթե գուզենք արքայություն երթալ,
հիմիկ վնե պիտի վարժվինք այդ մտնոլորդին, չէ թե դեղը պիտի երթանք, որ ցանցալի ասենք չէ, մեզի աշխուժ տեղ գրգե, ուր որ գրագները շատ են։ Ուրեմն եկեղեցին մեզի կկանչե, եկեղեցին մեզի մդերմության կհրավիրի։ Եվ մդերմության մագարտակները տարբեր են սիրելիներ։ Մենք մեր բարեկամներու հետ կերացայնենք, նգար կղրգենք, FaceTime կնենք, բայց ուրիշ է, երբ որ գնստինք եւ կմդերմանանք, երբ որ մարմինը քո արջևը դե, մարմինը լեզու ունի, փամը գսես, փամը գսկա, փամը մդիկ կնես, փաները կբացվի իրարու հանդեպ իրարու ներկայության, որ անհնար էր հեռացայնով միասին ասելու։ Ուրեմն շատերը գսեն հոգևոր եմ, բայց կրոնական չեմ, բայց ադալ խափուսիկ է, այս աշխարհի գաղափարն է, որտեվ հոգևոր ըլլալդ ով կսահմանե։ Կրոնքի ենք ու կա հոգևորը լալեմ, Քրիստոս մեզի խոսեցավ, Քրիստոս մեզի սորվեցուց, չես կրնար ծառին քովը գենալ և ասել ծառը ինձի գսորվեցն է, ես պանեմ, բնաբաշտ եմ, կամ ես աստղաբաշտ եմ, ոչ, մենք այդ աստղի ստեղծող, բնությանը ստեղծող արարչին է, որ կբաշտենք, որ սա որ եկա, որ կյանք ունենակ, եկա, որ իմ խոսքս գիտնակ, որ ձեր կյանքերը ըլլա հավիտենական։ Ադոր համար ամենքս աղոտքի ուսուցիչ պետք ունենք, ինչպես առաքյալները, երբ որ մոտեցան, ասին դեր, կտեսնենք, որ գաղոթես, հաջիս մեզի աղոթել սորվեցուր։ Ուրեմն մենք կրոնական արածներ ենք, այսինքն զաստված կփնտրենք ամեն օր։ Մեզի հայերուս համար եկեղեցին սիրելիներ, ինչպես բանալտեղծը գսե, եկեղեցին հայկական ծննդավայրն է հոգուս, ամեն ինչ հոստեղ են գսկսի։ Մեր պատկանելության վայրն է, մեր ինքնությունը կենսավորող, կյանք տվողն է եկեղեցին, կանաչ կպահե մարդուս կյանքը, ուր մենք կացած ենք պատմության մեջ, նախ հիմնած ենք եկեղեցի, ապա հիմնած ենք դպրոց, եկեղեցին հոգին մշակելու համար, դպրոցը միտքը մշակելու համար եւ գետրոն, ուր մեր հարաբերությունները կգնան մշակվել եւ գեղեցիկ բանը մեջտեղ ելնի, այսինքն կանաչությունը, ծառը, ծաղիկը մեջտեղ ելնի։ Ուրեմն եկեղեցու մեջ է, որ մեղքերը ներում կգտնե, մանուկը կմգրդվի, զավակը կամուսնանա, սիրելիդ կհարադև կճամփորդե այս աշխարհեն եւ ամենեն կարևորը Քրիստոսի մարմինն է, որ կճաշակես։ Ադոր համար դերը սավ, լավ գիտեք, որ եթե չուդեք մարդու որդի մարմինեն եւ չխմեք անոր արյունեն, ձեր մեջ կյանք չեք ունենալ, այսինքն այդ կյանքը, որ երկինք ենք ուկա։ Ուրեմն կանաչ մշտաթալար մնալու համար չրել պետք է մեր հոգևոր կյանքը, բարդեզները բիտպանանք, ամեն օր բիտ չրենք մեր դունի ետևը, չէ, նույն ձևով հոգևոր կյանքը պետք է չրվի։ Կանաչ կիրագիով Քրիստոս կփանա կյանքի հավիտենականության տուրները, մենք ինչ կնենք, կամ կմասնակցենք, կամ հեռու կմնանք։ Ժամանակ ունենք Քրիստոսի հետ լալու, կանոնավոր գնստենք իր առջև, իր խոսքը կգարթանք, որ մեր հին մտքերը նոր մտքերով նորոգվին, կգերագրվինք իր խոսքով, իր մարմինով եւ արյունով։ Մեր գործերով կնմանինք իրեն, որտեղ սա ովքեր որ բադվիրաներս գործադրեն, ես եւ հայրս մեջդ բիտ բնագինքս է, եւ դուք լույսի որդիներ բիտ լաք։ Մենք լույսի որդի ենք, նախ մենք պետք է լուսավորվենք, որ մեր շուրջինները կրնանք լուսավորել։ Մեր դուներու մեջ բոլորս ունենք մադուրներ, բայց Աստված կբաշխտվի հոր։ Շատերս ունենք ավետարաններ, որոնք անգյուն մտրված են, երբեք չենք բանար։ Շատերս ունենք խաչեր, որոնք զարդարանք են, երբեք արջևը չենք կենանք աղոթելու։ Կանաչ կիրագին գսե, եթե գուզես կանաչ մնալ, մշտաթալար մնալ, պետք է Քրիստոսի հետ հարաբերվիս ամեն օր։ Ուրեմն աշխարհամադրան կիրագին թող նորոգե մեր ներքին մադուրները եկեղեցին, ուր մենք մեր կյանքով աբրող եւ մշտաթալար մադուր գթարնանք եւ ամեն մարդ որ տեսնես է որ ասիգա քրիստոնյա է, ասիգա լույս ունի իր մեջը, որ ես ալ կուզեմ։ Քրիստոս հարյավ իմերելոց։ Քրիստոս հարյավ իմերելոց։ Քրիստոս հարյավ իմերելոց։ Որովորտնյալ եք հավիդյանը սագդենից ամեն։